Ողջունում ենք բոլորին։ Կառավարության ժամը 16:00-ից Սահմանադրական դատարանը շնում է ուժեղ Հայաստան դաշինքի և կուսակցությունների դաշինքի և մի շարք այլ քաղաքական ուժերի կողմից Սահմանադրական դատարան բերված բողոքը դիմումը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին։ Հունիսի 7-ին ազգային ժողովի ընտրությունները անց են կացվել բռնաճնշումների, վարչական ռեսուրսի աննախադեպ օգտագործմամբ, ինչպես նաև շատ մեծ ընտրախախտումներով, բազմաթիվ ընտրախախտումներով։ Այսօր մենք հավաքվել ենք այստեղ մենք և մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որպեսզի մեր բողոքի ձայնը արտահայտենք ստեղծված համօրինականությունների վերաբերյալ և պահանջ ներկայացնենք անվավեր ճանաչել հունիսի 7-ին կայացած ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ Հայաստանին պետք են նոր, ազատ, թափանցիկ և արդար ընտրություններ։ Սիրելի հայրենակիցներ, առաջին ելույթի համար այստեղ եմ ուզում հրավիրել ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի անդամ Արտուր Միքայելյանին։ Պարոն Միքայելյան, խնդրում եմ մոտեցեք։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Ուրեմն նորություն ասած չեմ լինի, որ հունիսի 7-ին կայացած ընտրությունները ոչ ազատ են, ոչ արդար, ոչ էլ օրինականության հետ կապ ունեցող։ Միակ բանը, որ այս իշխանությունները ուղիղ հասկացել են, դա թափանցիկությունն է, բայց այդ թափանցիկությունը իրանք ներդրել են ծրարների մեջ։ Երևի ամբողջ աշխարհում միակ երկիրն է, որտեղ հմյաթերթիկի համար նախատեսված ծրարը թափանցիկ է։ Իսկ ինչի է թափանցիկ, որպեսզի վարչական ռեսուրսներով կարողանային իրենք վախեցնելով հսկեին բոլոր այն մարդկանց, ովքեր գնում էին ընտրատեղանակ։ Այս ընտրությունները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններն են։ Ամենախայտառակ ընտրությունները ձերբակալությունների, ամենախայտառակ ընտրությունները իշխանությունների կողմից տրված խոստումների, հնարավոր նվերների, վարչական ռեսուրսի կիրառման, նման բան գոյություն չուներ։ Այս ընտրություն չէր ընտրության մասին։ Այս ընտրության ժամանակ, եթե ինչ-որ մի քաղաքական ուժ բերեր ներկայացներ աշխարհի ամենալավ, ամենահզոր, ամենաուժեղ նախընտրական ծրագիրը, որից ի դեպ չէր տարբերվում ուժեղ Հայաստանի նախընտրական ծրագիրը, շանս չկար վերջում տեսանք անցնելու մի պարզ պատճառով, որովհետև ընտրությունները սկզբից մինչև վերջ կեղծված են վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Մենք տեսանք նաև ինչ, վերջում հաշվարկի ժամանակ իրենք տեսնելով, որ իրենք մեծամասնություն չեն կազմում, ապօրինի գողանալով քաղաքացիների ձայները փորձում են դուրս թողնել ընդդիմադիր բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Ժողովուրդ ջան, մենք բոլորս միասին պետք է կանգնենք բոլոր օրինական ճանապարհներով պահանջենք, որպեսզի այս ընտրությունների արդյունքները ճանաչվեն անվավեր։ Այն 700,000 քաղաքացիները, ովքեր դեմ են եղել այս իշխանություններին, նրանց տված քվեն
մեր բոլորի համար պետք է լինի պատասխանատվություն։ Սիրելի հայրենակիցներ, մենք սահմանադրական դատարանից ակնկալում ենք բացառապես մեկ բան, չենթարկվել մեկ մարդու, եթե իհարկե իրենք ունեն հնարավորություն, եթե ունեն ցանկություն, դատավորի երդմանը հավատալով կանգնեն օրենքի կողքին։ Այս ընտրությունների խայտարը